Բարև ձեզ։ Պարոն Փաշինյան, ես ձեզ երկու անգամ վիդեոուղերձ եմ ուղարկել։ Ինչով։ TikTok-յան հարթակով։ Ես TikTok-յան նամակների չեմ ստուգում։ Դա համար եկել եմ անձամբ տեսնեմ։ Պարոն Փաշինյան, շատ եմ խնդրում, աղաչում եմ, հրաման տվեք ամունիսիալինի։ Մենակ դրա համար եմ եկել։ Ես 2 տարի եղել եմ Կալանավայրում, Բերդերում տեղ չկա։ Ես ձեզ շատ խնդրում եմ։ Բոլորի անունից։ Պայմանական վաղաժամկետ ազատումներով կգնանք։ Մենք համաներում մարզերում էլ խոսելու։ Ուզում եք հենց հիմա կչոքեմ կխնդրեմ։ Չէ, չոքելու բարի աղաչում եմ։ Ես ձեզ Հրաման տվեք ամունիսիալինի։ Գոնե Բեռնաթարով Ոստի ամունիսիայի մասին պայմանական վաղաժամկետով բոլոր են գիտեմ դուք ձեր ազգանունը ի՞նչ է։ Բաբասիևա։ Տիկին Բաբասիևա։ Այն բոլոր կալանավորված դատապարտված անձինք, ովքեր օրինակելի վարկ կցուցաբերեն եւ օրենքով սահմանված չափանիշներին կհամապատասխանեն, իրանց պայմանական վաղաժամկետ ազատ կարձակվի։ Դա մեր դիրքորոշումը։ Երկարացնելով չի փոխվելու։ Խնդրում եմ, պարոն Փաշինյան։ Ասեցի արդեն, չի լինի։ Համաներումով չէ, պայմանական վաղաժամկետը, գիտեք ինչա պայմանական վաղաժամկետ ազատում։ Դուք էլ եք կալանավոր եղել։ Ես էլ եմ եղել, գիտեք ինչա պայմանական վաղաժամկետ ազատումը, որ նստում են, որ ինչ որ, ասենք 1/3-ով ազատվում են, դեպք կա 2/3-ով են ազատվում, դեպք կա կեսով են ազատվում, վերջը։ Ներս եղել եմ, պարոն Փաշինյան։ Պայմանական վաղաժամկետ խնդրում եմ։ Ես 3 անգամ ձեզ դուք եք գիտեք կալանքը ինչ է։ Խնդրում եմ։ Ասեցի ձեզ, չի փոխվելու։ Պայմանական վաղաժամկետ։ Ինչն է պատճառը։ Ասել եմ, եթերով տարբեր պարզաբանումներ տվել եմ, լսեք։ Մի հարց կարելի է, վերջինը։ Կներեք, բայց մարդիկ համեցին։ Հակակրակում եք կալանավորների հանդեպ, թե ոչ։ Ում հանդեպ։ Քրեական ենթամշակույթով ապրողների հանդեպ ոչ միայն հակակրանք ունեմ, այլև իրանց դեմ պայքարը պետության պարտքն է։ Քրեական ենթամշակույթ։ Այո, երեխեք սպասեք։ Ասեք, մեզ հետ տվեք էլի բան։ Մի րոպե։